Փաշինյանը շարունակում է թիրախավորել հայ եկեղեցին, ինչ կասեք այս մասին։ Ճիշտ ասած մենք այսօր հավաքվել ենք Իրանի զորակցություն հայտնելու համար, ինչ վերաբերում է մեր կառավարության վարքագծին արդեն խոսեց, այլ հարցեր։ Կա ռիսկ, որ այս պատերազմի հետևանքով փախստականները կգան դեպի Հայաստան, արդյոք Հայաստանը պատրաստ է ընդունել փախստականներին։ Հենց այս ու մի շարք այլ կարևոր հարցերի շուրջ կառավարությունը անգործություն է մատնված, քանի որ Հայաստանի դարպասների մոտ շատ մեծ վտանգ է հիմա կուտակված եւ այո, ոչ միայն փախստականները, այլև փախստականների հետ կա հնարավոր պրո-ադրբեջանական էլեմենտների ներթափանցումը մեծ ռիսկ է, քանի որ դա ոչ մի ձև չի հիմա փարատվում իշխանությունների կողմից։ Կարելի է ասել, որ պետությունը կրկին կարելի է նշել, որ պետությունը անգործության է մատնված, պատկան մարմինները։ Եթե չեմ սխալվում, անվտանգության խորհրդի նիստ չի գումարվել, օրինակ պատերազմի հետ կապված Հայաստանում չի գումարվել։ Իսկ ինչպես պետք է վերահսկել այդ գործընթացը, որ ադրբեջանցիների հոսքը դեպի Հայաստան չլինի։ Ճիշտ ասած, ես անվտանգության փորձագետ չեմ, թե ինչպես, բայց մենք ունենք իշխանություն, մենք ունենք փորձագետներ, մենք ունենք պատկան մարմիններ, մենք ունենք անվտանգության ծառայություններ, որոնց պարտքն է, նպատակն է իրենց կառույցների ընդհանրապես, որպեսզի այդ ռիսկերին պատասխանեն։ Եթե մենք չենք կարողանում այդ ռիսկերին պատասխանել, ապա ինչու մենք ունենք ԱԱԾ, ինչու մենք ունենք այլ իրավական պետական պաշտպանական կառույցներ։ Իսկ ինչ վտանգ դա իրենից կարող է հետևանք ունենալ եւ արդյոք սա կատարվում է նրա համար, որպեսզի Ալիևի հայտարարությունները, որ 300,000 ադրբեջանցիներով պետք է բնակեցնի Հայաստանը, միգուցե այս պահանջը լրացնելու համար է այդ ամենը։ Միջոց է։ Գիտեք ոնց, եթե Հայաստանը ներքուստ ուժեղ չէ, եթե Հայաստանը չունի ազգամետ պետություն եւ իշխանություն, այո, ամեն մի արտաքին վտանգ մեր ճշտամին կարող է օգտագործել ի վնաս մեզ եւ խախտել մեր պետության հիմքերը։ Դուք ասացիք առաքելական եկեղեցու դեմ արշավը նույնպես ունի ադրբեջանական թուրքական էլեմենտներ, որովհետև առաքելական եկեղեցին միակ ներկայումս մնացած կառույցներից է, որ պահում է ազգապահպան դեր է կատարում եւ պարզ է, որ դա խաղում է հենց մեր ճշտամու կողմից այդ հարցի շահարկումը, այդ հարցակումը կառույցի դեմ։ Այսինքն, եթե դու ներսում հզոր չես, ցանկացած բացասական տար, որ Հայաստանի դարպասներից դուրս կատարվում է, դա կարող է օգտագործվել ի շահ թշնամիների։ Լինի դա փախստականների գալը, լինի դա սահմանների շուրջ թեժ իրադրությունների ստեղծումը, պրոիսլամիստական էլեմենտներ եւ այլն եւ այլն։